ճիշտ է։ Ես նաև գիտեմ, որ այս շաբաթ թումանյանական օրերի արդիվ դուք ունեցել եք բազմաթիվ ներկայացումներ, ճիշտ է։ Այսօր մենք ևս ձեզ համար պատրաստել ենք մի շատ հետաքրքիր ներկայացում։ Այսօր մենք միասին դիտելու ենք Հովհաննես Թումանյանի «Ոսկու կարասը» հեքիաթի բեմականացումը։ Համաձայն եք։ Համաձայն եք, եկեք բարձր Հիմա ինչ ենք անելու։ Լասա տեսնեմ ինչ է պատահել։ Անկոր ձվերես եզներին կերակրեցինք, պահեցինք, շահեցինք, հարում եկավ սատկեցինք, ինչ ենք անելու, հա։ Ինչ պետք անենք, ուտելս էլ չի կարող, հուղած օրն է, սա է էլի։ մի կտոր հաց ուտենք, ախր որ ասում էի տեղները ծուտա, կսատնեն, դուս չեի լսում, ասում էի չէ, ինձ լսի, չէ, դե հերիք է խոսես էլի, հերիք է, դե որ էդ կախելած ես, մի բան ասա, դե ասա, տեսնենք, մտածենք ինչ կարելի անել, տեսնենք ինչ ենք անում, ով կաման, մտածի տեսնենք ինչ կարող ենք անել, եզները սատկեցին, ես ինչ փորձանք եկավ մեր գլխին, մտածեցի, ասա տեսնեմ ինչ ես մտածել, արի մեր հողը տանք, մեր հարևան, համոյին, հող, մշակի, հողի վարձներ տանք, համ իրեն օգուտ կլինի, համ էլ մենք սովասունից մնանք, այ բնիկ է, ինչ հարևան, ինչ համբոր, ինչ վարձով, հարևան, բալա, դու ասա, տեսնենք ինչ անենք, ես այդ մտածեցի, իմ մտքին դա եկավ, ես ամի բան կմտածեմ, հարևան, համբոր, վարձով, բայց ճիշտ բան ես ասում, այ կնիր, իմ միտքն էլ էդ եկավ, գնամ հարևան համբոյին ասեմ, հոգա մեր հողը վարձով վերցնի, համեզ լավ կլինի, համել ինքը պետք կունենա, գնամ տեսնեմ, համբոր ջան, արի տեսնեմ, ուր ես, գնամ խոսեմ համբոյին հետ, համբոր ջան, բաչիմաց հարին չեղա, ասողին լսող ապեն, մեր եզները սատկեցին, չեն կարողանամ հողը մշակել, ուզում ենք քեզ վարձով տալ համբոր ջան մեր հողը, կհամաձայնվես, Սարո ջան, լավ բան ես ասում, համաձայն եմ, տվեք, ես ձեզ ձեր վարձը կտամ, իմ համար էլ հողը հարուցան կանեմ, համբոր ջան, ես էլ մեր հողը տես, լավ, առատ, բերի հող կստանաս, լավ, առատ կունենաս, լավ հողա, մշակի, դու էլ բերք կունենաս, մեզ էլ հող կտաս, համբոր ջան, դե, գործը տարաս, ապրես, տնիկ ջան, լավ էլ միտք մտածեցի, ապրես, ես որ ասում եմ, ուղղակի չեմ լսում, էլի, էտա, ինչ հարած,
գլուխդ գցեն, ամբողջ։ Այ Սարո, ես իմ համար հողումը բաղովը գործ էի անում, բահի դեմնական բարավ, մի կարաս ոսկի։ Ոսկի? Այ տնի, ոսկի, ոսկի։ Էլի, հələ մի կայնի։ Ոսկի է, ոսկի։ Դե Սարո ջան, հավաքեցեք, տարեք ձեր ոսկին, ես էլ իմ գործը անեմ։ Չէ, Համբո ջան, հողը քեզ եմ տվել։ Գործ անելուց դու ես գտել, ուրեմն ոսկին քոնն է։ Քոնն է, Համբո ջան, վերցրու տարա բարելիս։ Սարո ջան, չէ, սա քո հողն է, սա երկու ոսկին է։ Բայց Համբո ջան, բարդ քեզ եմ տվել, արի վերցրու քո ոսկին տար բարելիս։ Ոայ Սարո ջան, ինչ ես ասում։ Համբո ջան, արի վերցրու, ես ինքո ոսկին է, ես ինքո ոսկին է, Եկեք գնանք մեր թագավորի մոտ, մեր թագավորը խելացի է, նա մեզ կողնի։ Գնանք թագավորի մոտ, գնանք Ես իմ հողը վարձով եմ տվել գցելա, վեճ ենք անում, չենք կարողանում լուծել, ուզում ենք գանք թագավորի մոտ։ Սպասեք հիմա, թագավորին ասեմ, տեսնեմ ինչ է ասում։ Թագավոր ապրանք քեզ անում, հրսում երկու գյուղացի քեզ են հարցում, ինչ որ մի հարց է ծագել, վիճում են, ինչ անեն։ Ասագան։ Համեցեք, ժողովուրդ ջան, համեցեք, տեսնեմ ինչ է կատարել։ Լասեք տեսնեմ ինչ ապատել, ինչ է ձենները գլուխները գցել։ Թագավորն ապրած գենա, բար չես ասի, ես իմ հողը վարձով տվել եմ այս մարդուհուն, մեր հարևան Համբոյին։ Ինքն էլ հողի վրա գործ անելուց մի լիքը պարած ոսկի է գտել։ Հիմա եկել ենք քեզ մոտ ես վեճ արդարություն լուծես։ Թագավոր ջան, դու մեզանից խելացի մարդ ես, ասա դենակ ես ոսկին ումն է։ Ոսկի, մի կարաս ոսկի եք գտել, կասեմ, ոչ չեմ ասի։ Դուք իմ գյուղացիներն եք, այս հողն իմնա, ուրեմն այս կարաս ոսկին էլ իմնա, ճիշտ չեմ ասում Նազի։ Ճիշտ ես ասում, թագավոր ջան, արդար է։ Դե որ այդպես է գնացին Նազի ջան ոսկին բերենք պալան։ Այս ինչ է, չեմ ասեմ դուք ուզում եք ինձ թունավորեք, կախել, պատժել սրանց։
թակավորն ապրած կենա, մենք քեզ չենք խաբում, այնտեղ օձեր չկան, ոսկի են, ոսկի։ Ողջան ես թակավոր, այնտեղ ոնց չկան ոսկի են։ Այնտեղ ոսկի է։ Չեմ հավատում ես ես, դուք ինձ խաբում եք։ Չէ, դուք խաբում եք ինձ փաստորեն, ձեզ չի լինի։ Նազիր, կանչիր իմաստունին թող գա, տեսնենք ինչ մեզ խորհուրդ կտա, եթե Իմաստուն ջան, իմաստուն, արի մոտ տեսնենք։ Ինչ է պատահել, թակավորն ապրած կենա։ իմաստուն ջան, դու իմ երկրի ամենաիմաստուն մարդն ես։ Հիմա դու ինձ խորհուրդ տուր հասկանամ, ինչ է կատարվում այստեղ։ Այս մարդիկ գնում են, տեսնում են, որ այնտեղ ոսկի է, հենց որ ես եմ գնում տեսնում, ոցեր է հայտնում։ Թակավորն ապրած կենա, ես մի միջոց, բայց որ ասեմ, կբարկան ասեմ։ Խոստանում եմ, եթե խելացի բան ասես, չեմ բարկանա։ Տեսես, այս ոսկին, այս աղթատ մարդկանց պարքևն է, իրանց ազնվության համար։ Իսկ դու ուզում ես ուրիշի պարքևը քեզ վերցնես։ Դրա համար էլ ոնց ես տեսնում։ Ուզում ես ասես, ես արդար ազնիվ թագավոր չէ։ Դե լավ։ Դե իմ ասեք տեսնեմ ես ոսկին ումն է։ Սա իմը չէ, թակավոր ջան, սա համբույն է։ հողն է, սա էլ իր ոսկին է։ Ես էլ ասում եմ, որ համբույն է, բարձով իրեն եմ տվել, թակավոր ջան, ինքն է գտել։ Սա իմը չէ, սա քո ոսկին է։ Մարդել մի կարած ոսկի գտնի ու ասի իմը չի, երեխեք սա լավ շաշ են։ Սպասեք, ես մի իմաստուն միտք ունեմ, թակավորն ապրած կենա, տեսնենք ես մեր հյուղացիները ինչ սաղաթներ ունեն։ Համբոջան, դու ինչ սաղաթ ունես։ Ես մի աղջիկ Սարո, դու ինչ սաղաթ ունես։ Ես մի տղա ունեմ, իմաստուն ջան։ Թակավորն ապրած կենա, համբոն մի մինուճար աղջիկ ունի, Սարոն էլ մի մինուճար որդի ունի։ Արի պստակենք, ես ոսկին էլ տանք նորապստակների տանին վայել է։ Լավ միտք է, դե ուրեմն հավաքվեցեք, գնում ենք հարսանիք ենք անելու։
ջան, գնա էլ մի կարած ոսկին բեր, ուր ես մեր նորապսակներին, որ տանեն, հողը մեր շենացնեն, տուն կառուցեն, զավակներ ունենան ու մեր թագավորությունը մի շատանան։ Արդար է, թագավոր ջան։ Ասեք շնորհակալություն։